ինձ թվում է կարդացել եք ժամանակին ուրեմն Պրոշյանի հացի խնդիրը, ինչքան տական կասես կա այնտեղ աչքի, ինչպես ասում էր Աբովյանը, սուրմա թրծնող, ուրիշի գրմանը դատարկող, քյոխվեք եւ այլն, դե հացի խնդիրը կարդացեք կտեսնեք մի այլանդակ երևույթների, ինչ որ այսօր մենք տեսնում ենք փողոցներում Երևանի, կերած խմած, գանձագողեր, ավազակներ, բայց կուսության մասին KGB-ից թուղթ ունեն այն գլխից, որտեղ իրենք կույս են, որտեղ չեն գողացել, բայց հարստացել են։ Հասկանում եք ոնց է։ Իհարկե մենք հարստության դեմ չենք, հանկարծ որևէ մեկը չհասկանա։ Մենք ինչպես կարող ենք դեմ լինել Գյուլբենկյանի հարստությանը։ Ինչպես կարող ենք չբարտանալ, ասենք Քրկորյանի ունեցվածքով Էրնեկյանի նույնն է, որ ես չեմ ճանաչում, իհարկե բարտանում ենք։ Լևոն Հայրաբեդյանի, որը օրինակից համար եղել է մնում է Արցախ խաղայի տիպար, Արցախ բառն էլ հանենք, Լևոն Հայրաբեդյան, հայի տիպար։ Սրանցով մենք կարող ենք չափել եւ ոչ այն տականքով, որ այսօր փրփուրը բերանին, ուրեմն հետևից էլ Պուտինի համապատասխան գործիքը մեջը գրիվ են տալիս Հայաստանի պետության եւ հաջորդի գոյության դեմ։ Սրանք տարբեր բաներ են, երկուսն էլ հայ են։ Ուրեմն մեկ արմյաշքեն է, այլասերված այլանդակ, ռուսականացած, գուցե չռուսականացած, բայց հայկականությունից վաղուց հեռացած հայերեն խոսող, իհարկե ռաբիզը, մտածողությամբ, խոսքով, կենցաղով եւ այլն։ Ուրեմն սա ասում եմ, որտեղ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում, թե չանըտատ ասել Գյումրիում ինչ կատարվեց, ոչ մանը չի կատարել։ Գողական բարքերով ապրող հասարակությունում Գյումրիում հաղթեց գողականը։ Ինձ զարմանալու բան կա, ինչ եք զարմանում, բայց ինչ կատարվեց։ Բախի չգիտեի, չգիտեր, որ գյուղը, այսինքն չիմացողներ կային, չգիտեիք, որ այդ հայրաքաղաքում այնուամենայնիվ հայրական գործեր չեն լինում։ Ես ձեզ առաջարկում եմ հենց մտնել հրապարակ, մի քիչ են գեղատեսիլ եւ չքնաղ ճարտարապետության միջավայր լսեք, եւ դուք 5 րոպեում, եթե նորմալ հայ մարդ եք, կզզվեք ռուսերեն են երկերից, բարտերից, որ ցնցոտիավոր ինչ-որ մարդիկ, ուրեմն այդտեղ երգում են եւ այլն, եւ այլասերում են ամեն ինչ։ Լավ կներ գոնե ֆրանսերեն երկեին, ֆրանսերեն լսնես, բայց այդպես է, այստեղ չեն մոռացել ուրեմն Պերմյակովին եւ երևի Պերմյակովին իհարկե խնդարկողներ կան, նկատի ունեցեք, այլապես հնարավոր չի ռուսականությունը սիրել, հարգել եւ այլն։ Հիմա բայց այսօրվա խոսքը դրա մասին չի, այլ ես դա ուզեցի ասել, որ մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն որպես դավանում պաշտպանում ենք Հայաստանի ազգային պետական շահերը, առաջին հերթին Հայաստանի նոր հայ ժողովրդի, ինչպես կուզեք։ Հիմա գիտեմ, որ անգնավորներ կան, լափարոշներ կան, կներեք, այդ ասելու եմ, KGB-ի ռսածին թրքաշներ կան, լիքը, եւ հազար բաներ կարող են գրել, բայց դուք թքես լրացվել են, աչքերը կուրանա, բաներն են դուրս կա, հոգիներն են դուրս կա, սրանք այսպես է, ասեմ ձեզ, հայ ռսակոց, ուրեմն թրքաշունը, թուրքիշունը, դա ռուսից բանա մերժված, հաջորդից հեռացած մի այլասերված մի երևույթ է, որը խոսում է մեկ բրտբծածներով հայերեն, խառը չգիտեմ ինչ լեզվով, բարքերն են գիտեք, էլ չեմ կարող ասել, ես օրինակ ձանձրացել եմ նման խոսակցություններից, բայց դե կա, ցավալիորեն դա կա, եթե կա, մենք էլ պարտավոր ենք դրան անդրադառնալ, հիմա շարունակենք անդրադառնալը։ Դուք հիշում եք, պատերազմից հետո մեր կյանքը վերածեցին ինչ-որ մարդիկ Հայաստանի գանձագողերը, իբրև թե նախագահներ, վարչապետներ, Հայաստանի ուրեմն պպզած խորհրդարանական պարլամենտականներ, դուք հիշում եք Սերժի խորհրդարանը, եթե չեք հիշում, ես կհիշեցնեմ ձեզ, առավոտ թերթին, ես հիշում եմ, երբ որ ուրեմն Սերժի առաջին խորհրդարանը գումարվեց, այնտեղ պպզած հայերեն բառը, մարդկանց մի խումբ էին նկարել, որոնք սեմուշկա են չրտում, մեկն էլ տակը գրել էր առավոտ թերթներ, հիմա առավոտ ուրիշ երգ է երգում, գրել էր պպզածների խորհրդարանը, դու մենք տեսանք նաև դա հետո վերածեց մականունավորների, այսօր են մականունավորները Գյումրիում հաղթել է, շատ մի զարմացեք, ինչ-որ չափով հաղթել են, որտեղ երկիրը գողապետական կառուցվածքից եւ բովանդակությունից շատ չի հեռացել։ Հեղափոխությունը վերքը բացեց, բայց հեղափոխությունը վերքերը չկարողացավ կամ չուզեց լուծել։ Հիմա սրանից հետո ավելի կենտրոնանանք մեր հարցին։ Հիմա ինչ էր հարցը, ինչն էր բնորոշ պատերազմից հետո եղած վիճակը։ Ասեմ հետեւյալը, որ Արցախի պատերազմը 44 օրյա, որ մենք անվանում ենք, Ադրբեջանն անվանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմ,
հիմա 44 օրյա պատերազմը նկատի ունեցեք նախագծվել է, գծագրվել է, կառավարվել է Մոսկվայի կողմից, Լավրովի բլանով։ Եթե կա կներեք, մեր մեջ որտեղ ասեմ, Բուենոս Այրեսից, Սանտիագոից Տոկիո, Կամչատկա, Սիկտիվկար, Խերսոն, որը մի ապուշ կա, որ չգիտի Լավրովը ով է եւ ով է նրա թիկունքում։ Հա կա այդպիսի հարց, որ իրենց էշի տեղ են դնում եւ անընդհատ խոսում են թուրքական եւ այլ գործոնների մասին, Իսրայել եւ այլն, Զանզիբար, չգիտեմ էլ ինչ կան, Բուրկինա Ֆասո, իհարկե այդ բոլորը եղել է, բայց նախագիծը ռուսական է, իրականացնողը ռուսական KGB-ն է, իր հայկական մասնաճյուղով, ինձ այդպես է թվում, եւ իսկական ռուսական մասով։ Դա երկու մասնաճյուղ ունի, այսօր KGB որ ասում են, իմացեք, դա FSB-ն է, Ֆեդերալ Դաշնային ծառայությունը, որպես KGB, եւ բանակային հետախուզությունը։ Հարցրեք հայ գեներալներին, հիմա սարսուր են զգում երևի իրենց մոտ, իրենք որովհետեւ կատարեցին ռուսական ռազմական հետախուզության առաջադրանքը ջախջախել հայկական բանակը, որի գեներալներն իրենք էին եւ Հայաստանը տանել պարտության մի նպատակով Արցախը Ադրբեջան վերադարձնելու համար որպես Ղարաբաղ Պուտին այդ մասին ասեց եղել է կա եւ մնում է Ադրբեջանի անբաժան մաս չասեց այս սրիկան որ ըստ Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի դաշնագրի եւ այսպես ուրեմն մնացած այսպես այսինքն հասկանում եք ոնց է մնացած արդեն մանիպուլյացիաներն են որի մասին ժամանակին դա ես մոտավորապես հիշեմ ասեմ ձեզ 20 թվականի 9-ին էր համաձայնություն հրադադարի երևի 12-13-ին ռուս հայտնի մեկ գիտնական գա Իգոր Բանարին տեսեք ես ոչխարների համար եմ ասում ռուս եւ թերքածին ռուսաստրուգների եւ թուրքի շների եւ ռուսի քածերի այս տերմիններն իրենց է ես վերադարձնում եմ առատորեն սրանք հակահայաստանն են արմյաշկեկն են ուրեմն Իգոր Բանարին է որի կարող է եւ ասպիրանտներ եւ լրտեսներ պատրաստած կան նա մի բան կլիպ ուներ որտեղ հատուկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի հաղթանակի համար ռուսական FSB-ին կամ KGB-ին, այս որ հայտնի է ժողովրդի մեջ ֆեդերալ ծառայությանը եւ հատկապես ռազմական ԳՌՈ-ին կամ ռազմական գլխավոր հետախուզությանը Իգոր Բանարին հատուկ շնորհակալություն հայտնեց ուրեմն դրանց ուրեմն երկու ռուսական ոչ Ադրբեջանի ոչ թուրքականի ոչ հայկական եւ այլն իհարկե հայկականը մենք հասկանում ենք հադրուտ ջրական եւ այլն դուք հասկանում եք սրանք այլ հայ գեներալներն են որոնք մեր երեխաների մեր արյան հաշվին Պուտինի համապատասխան տեղը մտան որից հետո ոչինչ չստացվեց հետո սա գազը բաց թողեց սրանք մի մասը հայտնվեց Բաքվի բանդերում այսպես ուրեմն սա հայրենիքի դավաճանի ճակատագիրն է ռուսական ընթերցումը հիմա եւ այսպես անընդհատ երկիրը դրվեց այդ օրվանից լարումի մեջ երկու նպատակով ուրեմն Հայաստանում քաղաքական նոր իշխանություն էր ձևավորել, Հայաստանի նոր իշխանության շուրջ ձևավորվել էր նաև քաղաքական այլ ուրեմն խմբավորումներ, կուսակցություններ վերածված խմբեր, ուրեմն որոնք Հայաստանի պետականության անկախության եւ ինքնիշխանության կուրս էին վարում, որը Պուտինի համար մահացու էր եւ ահա Պուտինյան Ռուսաստանը, ինչպես հերթական անգամ եղել է, ինչպես 1920 թվականի Լենինյան Ռուսաստանը, որոշեցին Հայաստանում անկախությունը ոչնչացնել, օգտագործելով իրենց հզորությունը եւ իհարկե իրենց ռսակաձերին եւ քոցերին։ Միկոյան Անաստաս, Աշոտ Հովհաննիսյան, Տարաչի Տեփն է Կնունյանց եւ այլն, իսկ այստեղ այս բարակայում հայ գեներալներ առաջի, երկրորդ, չորրորդ, վեցերորդ այնքան են նախագահ մարդ զալ է, ուրեմն եթե մարդու մատները կտրված լինեն, 10 դժվար է հաշվել Հայաստանում նախագահների թիվը։ Արցախի հետ միասին ասում էր հիշում եք, կարծեմ ուրեմն էպոսի մեջ են խոսքը թիվ կա, թե Քաջնազարի, չէ, Քաջնազարի մեջ է եւ դա իսկական է, ասում է թիվ կա աստղերին, թիվ չկա Քաջնազարի քաջագործություններին եւ այս Քաջնազարները որոշել էին Հայաստանում պետական իշխանությունը տապալել, որը չստացվեց եւ այսպես սկսվեց տակտիկայի եւ ստրատեգիայի փոփոխություն Ռուսաստանը Հայաստանը դրեց պերմանենտ ճնշման տակ ցույցեր գործատուլներ դասադուլներ իրեն գործակալական ցանցի կամ կամավոր ստրուգների միջոցով մեկ ուրեմն պարտության էսի շպարակայով մեկ էսին չոդվածի պարակայով կամ մեկ ոսկե պարով եւ այսպես երկը շարունակում է ռուսական
որի կանոնը հստակ էր եւ է, ուրեմն Հայաստանում չունենալ ոչինչ կայուն։ Կայունը բացառապես պետք է լինի անկայունությունը իր ստրուգների եւ հանցագործների, գանձագողերի, հատկապես ղեկավարությամբ։ Եվ ահա անցան ժամանակներ, ենթադրվում էր, որ Արցախից հայոց սպանդի ձևով տեղահանությունը կամ փախուստի կազմակերպումը, որ արվեց ուրեմն Արցախի նոր եւ հին իշխանությունների կողմից, մասնավորապես հեղաշրջումից հետո եկած իշխանության կողմից, եւ այսպես նպատակն էր այդ հեղեղի միջոցով Արցախական տապալել Հայաստանում հերթական անգամ պետական իշխանությունը, դա էլ չստացվեց, դրա փոխարեն Ռուսաստանը անվերջ թաղվեց ուրեմն ուկրաինական մաֆիան ճահճի մեջ, եւ ես համոզված եմ, որ Ռուսաստանը ուկրաինական արյան բաղնիկներից դուրս է գալու ջախջախված, ոչնչացված 4-րդական, 20-րդական որպես մի պետություն, որը լինելու է ինչպես միջուկային խլան զենքի աղբանոց, այնպես էլ մարդկային բարոյականության եւ բանականության աղբանոց, Ռուսաստանի ճակատագիրը սա է։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանում շարունակվում է երանդու ուրեմն մտածածի Ռուսաստանի կերպար խնկարկվել, սա էլ իհարկե, այսպես ասեմ, բարեկամներ, փարիսեցիականը, որտեղ Ռուսաստան խնկարկողների գրբաններում ամերիկյան դոլար է, հոգիների մեջ ուրեմն դեղահապը գերմանական ուրեմն շիզոֆրենիայի դեղահապերն են, բայց պաշտամունքը ռուսական է, Խերսոնում, Սիկնիվկայում եւ այլուր։ Շշմելու բան է, Ժորժ ջան, շշմեք ինչքան կարող եք։ Սա այսպես է։ Եվ այսպես հայրենիքի դեմ, այսպես գործը գնում է։ Հիմա վերջում փաստար գարեցին, տեսան ոչինչ չի ստացվում, եւ ահա Ղարաբաղյան կլանի բարագլուխների գլխավորությամբ Հայաստանում դժգոհության նոր ալիք են գեներացնում, եւ դա Արցախահայերի հանդեպ իբրև թե Հայաստանի իշխանությունների անդարբերությունն է եւ ինչ որ իրավունքների մասին խոսակցությունները, ճիշտ ասած, ինձ որևէ մեկը երբևէ չի կարող ասել, որ մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև երբևէ ջոգողություն է դրել, բայց ինձ համար անհասկանալի է Արցախահայերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եթե քաղաքացիություն են ընդունել, ուրեմն մեր նման իրավունքներ ունեն, ինչ իրավունքի մասին կարող է լինել, ինչ տարբերություն Արցախահայ է ծագումով, ծննդով, թե ախալքալակա, ջավախա կամ լորվա հայ է։ Մեկը կարող է բացատրել, մենակ այստեղ նաև հայվաններ կան Հայաստանի պետության դեմ կռվող նախիջևանահայերի կոնկրետ կան, ինչ տարբերություն է ապուշների իրավունքների եւ ասեք մյուսների միջև։ Կարծում եմ Հայաստանը եւ նույնիսկ այսպես ինչ տարբերություն հանրապետության եզդի ազգաբնակչության քաղաքացիների եւ մնացածների միջև չկա, այդպեսի բան չի կարող լինել, բայց արտոնյալ իրավունքներ իհարկե չեն կարող լինել։ Այս խոսքը այն մասին, որ Արցախահայերը որպես քաղաքացիներ արտոնյալ իրավունքներ Հայաստանի Հանրապետություն չեն կարող ունենալ։ Սա ռասիզմ է հօգուտ Արցախում ծնվածները, որ իրականում հնարավոր չէ։ Ուրեմն այստեղ ինչպես ռասիզմ կլներ, եթե ջավախայերը հիմա պահանջեին իրենց իրավունքները։ Խոսքը քաղաքացիների մասին է խոսքը, եւ այստեղ մարտունեցի ընկերը կողքից նստած է եւ տարօրինակ նայում է, թե այս ընկերն ինչ է խոսում, ինչ իրավունք, ինչ է։ Բոլորս ունենք բոլոր իրավունքները, որպես պետություն եւ քաղաքացի։ Երկրորդ մասը ինձ համար անհասկանալի է նրանց իրավունքների պաշտպանությունը, ովքեր քաղաքացիություն չեն ընդունում։ Ինչ իրավունք ունեք, որ ուզում եք, կարող եք ասել, նա այդ բացատրեք, այդ դուրս եկեք ձեր իրավունքները որոնք են։ Ձեր իրավունքները ձեր ծննդավայրում էր։ Ձեր իրավունքը, սրբազան իրավունքը ծննդավայրը արյան գնով պաշտպանել եք։ Հիմա կասեն 9 ամիս սովահար ենք եղել։ Ես խոսքը իհարկե այստեղ մանիպուլյացիա կա։ Խոսքը նրա մասին է, որ ուրեմն ձեզնից ոչ մեկը 9-րդ ամսի վերջին օրը, երբ որ երեխան ծնվում է, դա ուրեմն եթե շուտ է ծնվում, ընկերք է լինում, բայց եթե նորմալ է ծնվում, խոսքը դրա մասին չի կարող լինել, որովհետև երեխան ծնվել է, խոսքը ուրիշ բանի մասին է։ Երբ մենք օրինակ ես ասում եմ, իսկ կռվել եք ձեր հայրենիքի համար 9 ամիս առաջ դրանից։ Երբ շրջափակում էր ձեն եք անել, հա? Աներեք։ Ուրեմն այստեղ ոչինչ չի եղել, եւ այստեղ կաննել 9 ամիս հետո իհարկե ուժասպար մարդուցիչ պահանջեց, արդեն ինքնին նա հոգեբանորեն մշակված է։ Խոսքը մասին է, որ մենք ինքներս գիտեք բոլորս ձեզ շատ օգնել ենք, երեսով չենք տալիս, բայց եթե շարունակեք այսպես երեսով կտանք, շատ բաներ կասենք, ուրեմն եւ կպահանջենք նույնը ձեզնից մեր հանդեպ։ Բայց մենք այդպիսի բան չենք արել։ Ուրեմն Հանրապետության ազգաբնակչություն 30 տարի զրկանքներով, հազար մի տառապանքով եւ ձեզ գումար, երեխա,
ունեցվածք մատակարարելով, նույնիսկ ձեր աշխատավարձ իմանալով, որ ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բոլոր իրենց ազգային լուծը տարել են խոնարհումով, հասկանալով, թե դուք ինչ եք անում, ուղղակի վերջում բոլորը մանտրաժ են գան ռուսերեն ասեն, թե դուք ինչ եք արել, դուք բանակ չեք ստեղծել, պետություն չեք ստեղծել եւ ձեր փոքրիկ հայրենիքի համար չեք կռվել։ Ուրեմն այսպես, շատ բաներ բարձվում են, այլապես այսպիսի հանցագործությունների դատական գործերի առատություն անհասկանալի, հատկապես գեներալների շրջանակում, բայց գեներալ էլ չեք ունեցել եւ հիմա հաստատվում է իմ այն բնդումը պատերազմից հետո որ գլխի ընկեր ձեր գեներալները հացթուխներ են, կոշկակարներ են, որգրամորներ եւ մի մասը ոչրագործներ, որտեղ ոչրագործություններ են արել։ Իհարկե սա բանակի մասին չի խոսում, սա խոսում ուրիշ բանի մասին։ Իմ խոսքի մեջ էլ թշնամանք չորոնեք, որտեղ թշնամանք չկա, չէր կարող լինել, բայց սրանք պետք է ասել ձեզ։ Հիմա ինչ եք ուզում, փողոցները լցվել եք, ինչ եք ուզում։ Ես առաջարկում եմ ձեզ, ձեր մեջ ստեղծեն մի խումբ, եթե ձեր հարցեր ունեք, ես կառավարության լիազորը չեմ, հանդիպեք կառավարության անդամների հետ, բացատրություններ իրար տվեք, մենակ մի պահանջեք, ընդհանրապես ասեմ, ինձ հետ դուր չի գալիս, ասեմ, եւ մերժում եմ, ժխտում եմ, ես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացիներն են դիմել, մի հանդուրժեք, որ այս Ղարաբաղցի կոչվածը մուննաթով եւ պահանջներով մի մուննաթով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ասեմ ինչու, որովհետեւ պետությունը հեղինակություն ունի, անկախ ում պետությունն է եւ պետության հեղինակությունը սրբազան է։ Դուք այդպիսի մուննաթով կարող եք միայն դիմել երկու մարդու։ Մեկ Պուտինին, մյուսը Ալիևին։ Կարող եք, ռիսկ ունեք, դիմեք, այլապես սսկվեք, տեղները դվերընկեք։ Դուք կարող եք միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրել, ես հաստատ գիտեմ, որ ես դա ասում եմ իմ նաև փորձառությունից։ Յուրաքանչյուրը պատրաստ է ձեզ ուրեմն ընդառաջել լսել։ Իհարկե, եթե մեջներ Ղարաբաղցի չկա, որովհետև եթե կա, հաստատ իմացեք, նա կռիվ ուզում սարքել եւ կարող է պատկեր առաջացնել։ Հայաստանի իշխանություններում չկան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնք ձեզնից ավելի ձեր վիշտը չգիսեն։ Բայց նրանք պետական որպես պաշտոնյաներ եւ հայ մարդիկ մենակ ձեզ համար չեն պատասխանատու, որ դուք քաղաքացի էլ չեք եւ այդ իրավունքներն էլ հասկանալի չի։ Խոսքը իսկ քաղաքացու մասին հասկանալի ինչ իրավունքներ եք ուզում, ինչ իրավունքի մասին է խոսքը։ Ասեք մենք էլ հասկանանք, գուցե մենք էլ կհասկանանք, որովհետեւ խնդիր չկա։ Հիմա ուրեմն սա ձեր Ղարաբաղը կործանած Ղարաբաղյան կլանը Զորի Բալայանի գաղափարական կառավարումով ոչ միայն երկրի կողոպուտն է հանրապետության կազմակերպել, այլ նաև տոկոսային հարաբերակցություն նայեք։ Եթե դուք պետական պաշտոնյաների յուղոտ թեքոտ տեղերը պաշտոնները տեսնեք գիտության մեջ, տեսնեք կրթության մեջ, հատկապես բարձրագույն, դուք կտեսնեք, որ դուք ահռելի տոկոսային առավելություն եք ունեցել։ Մի ժամանակ ուրեմն բուհերի գրեթե բոլոր բուհերի ռեկտորները Ղարաբաղյան ծագում ունեին, այդքան շատ եք խելոք։ Ակադեմիան նայեք, քանի ակադեմիկոս կա Ղարաբաղից, նույնիսկ գյուղեր կան, որոնք 4-5 ակադեմիկոս ունեն։ Այդ գյուղերը ակադեմիկոսներ են արտադրել, հա։ Իսկ ինչու այդպես, որովհետև թայֆայական է, որովհետև ազնիվ չի, որովհետև դուք ջոգել եք, ուրիշները չեն ջոգել, նույնիսկ ձեներ չեն հանել իմանալով, ասել են ոչինչ, բան չկա, այդ մարդիկ կռվում են, բայց բացվեց դուք կռիվ եք տալիս Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի համար, ուրեմն այստեղ էլ կործանվել եք Ռուսաստանի հետ միասին, բայց իմ առաջարկն է, որ ինչպես ասում են, հաջորդն ասում, ամեն մի սխալից հետ կանգնելն կեսից էլի առավելություն է, էլի մեծ նվաճում է, առաջարկում են վերադառնալ մեծ նվաճման ճանապարհներ։ Հիմա Արցախայերին եմ ասում, որտեղ Ղարաբաղյան կլանից ոչ հույս կա, ոչ ես հավատում եմ, ոչ էլ գիտեմ, որ կանեն, մանավանդ եթե անեն, սրանց Կռեմլը կոչնչացնի ճիճվի նման, ինչպես որ ճիճվի նման բանից ուրեմն Ասկերանի զորամասից, խաղաղապահ զորամասից, ուրեմն հանեցին եւ ձեր առաջնորդներին, որոնցից հեչ բողոք չունեք, բակո-մակոներին հանձնեցին Բաքու։ Այս նույն ձևով ճիճվի նման ոչնչացնել եք, որովհետև դուք Հայաստանում Ղարաբաղյան կլանի մասին է խոսքը, չեք կարող պետական իշխանություն տապալել, ուրեմն Ռուսաստանը ձեր կատաղի թշնամին է, ձեզ ամենավերջին հետին սիլինքորի նման օգտագործում են Հայաստանի պետության դեմ, սա պիտի ասվի։ Բայց հիմա Արցախայցյան մասին է խոսքը, այս սիրելիներ։ Դուք եթե սրանց խելքին եք ընկել, ես որ իրավունքներ ասեցի,
Բողոք ունեք տեղական իշխանության մարմիններին դիմեք, կա, հնարավոր է, մենք էլ շատ բողոք ունենք, ուրեմն շատ իսկապես օրինակ իմ համակարգում, ես իշխան հիշում եմ, մանկարժականում դոցենտի աշխատավարձը 200-250 հազար դրամ է, ընդամենը իր գիտության, վաստակ այդ բոլոր դրած, դրանք ավելի շատ բողոքավոր են, քան դուք, բայց տեսնում եք հասկանալու երկրի վիճակը ինչ է կատարվում եւ ձեզ են նորից բանանում։ Հիմա հասարակ շարքային, մեր նման շարքային Արցախային մեր ուրեմն քաղաքացիներին կամ հայրենագիցներին, ինչ եմ ասում, մի թշնամացեք ձեր միջավայրի հետ, այստեղ ձեր նման հայեր են ապրում, որոնք ձեր բեռը ձեզնից շատ են դարել, ասեմ ինչու, դուք եթե բնակչության ազգաթվով մի հատ հաշվեք, տեսեք 1000 բնակչի հաշվով Արցախահայերի մեջ է զինվորների կորուստները շատ, թե Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության զինվորների եւ ովքեր որտեղ են ծառայել, դա կարող եք ես դա Մատաղիսում, որտեղ է եղել, Հորադիս եւ անհետ ուղղություններում, նա ցույց տվեք զորամասերում Հայաստանի Հանրապետության հայերը շատ ծառայել թե Արցախի Հանրապետության հայեր։ Այս բոլորը բլեֆ չանեք եւ բան չանեք, իմ առաջարկն է։ Դուք ձեր հարևաններ եւ միջավայրի հետ մի թշնամացեք, որտեղ դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համբերություն հանում եք եւ մարդիկ մոտենում ասում են չեն հասկանում ինչ է կատարվում։ Սրանք մեզնից ինչ են ուզում։ Էլի շտանկ, ինչ շտանկ, երեխա տվինք, փող տվինք, կյանք տվինք, երկիր տվինք, աղքատ մնացինք, էլի շտանկ, ինչ եք ուզում։ Եվ նայեցեք, դա մի օր կարող է սոցիալական բունտի վերածվել եւ այս ժամանակ այդ Ղարաբաղյան կլանը կջնջխվի, ձեզ հետ էլ վատ կլինեն, դուք ուզում եք որ ձեր հարևանները ձեզ հետ վատ վերաբերվեն, սա ինչի նման է, ինչ եք ուզում ասեք։ Հիմա ասում են, ուրեմն համաձայն չեք, ես էլ համաձայն չեմ, իսկապես, ասեմ ինչու կհիշեցնեմ, ես ձեզ հիշեցնեմ, որ ես այն քաղաքագիտության այն մասնագետն եմ եղել, որը 2010 թվերից հետո որոնեց, գտավ եւ այլն առաջադրեց Փուր Արաքսյան Հայաստանի կոնցեպտը։ Ես մի անասունների մի թիմ կա, ես է Լևոն Տեր-Պետրոսյանի են բևեռացումների այդ միջավայրից, որ կվայրահաչեն մի քիչ հետո։ Ասեմ հետեւյալը, երբ ասում էի, որ այս դիրքերն այսպես պահել հնարավոր չէ, որ մենք կջախջախվենք, եթե առաջ չշարժվենք։ Առաջին դեպի Եվլախ կամ Սաբիրաբադի ուղղությամբ։ Ես այդ խոսակցությունը միջայլոց այսօր երկրորդ անգամ եմ ասում, ունեցել եմ 2020 թվականի հունիսին կամ հուլիսին Մատաղիս եղնիկների զորամասում քյոխ կոչված գնդապետի հետ։ Դրան էլ հիմա գեներալ են ասում, դա գեներալ չի։ Այնա չի լինում հայտարարում, թե եղբայր ես գեներալ չեմ, գնդապետ եմ։ Երբ մարշալ որ ասեն, էլի ձեն չի անի, որտեղ ուրեմն ես իրեն ասել եմ, այս դիրքերը ոնց եք պահելու եւ նման բաներ, ինչու Փուր Արաքսի մասին չեք մտածում, որտեղ ստրատեգիական իմաստով այս դիրքերը պահել հնարավոր չի։ Այն ժամանակ չէիք լսում, հիմա էլ ասում եմ ձեզ իմ մասով եմ ասում։ Իմ մասով եմ ասում, այս վիճակով պատերազմի մեջ մտնել հնարավոր չի, մենք կջախջախվենք որպես պետություն, դուք էլ փախնելու, գուցե Ստավրաբուր կգնաք, բայց մենք Հայաստանի ազգաբնակչություն տեղ չունի գնալու, դուք ինչ եք ուզում, այս պետությունն եք ուզում ոչնչանա, որովհետև այդպես է ուզում Վալոտը, ուրեմն Վալոտի ուզածն էլ այսպես է, ես դրա համար տերմինել եմ տեսել եմ մոյ ժողովրդի մեջ, ուրեմն արմիաշկեքես կամ շերտ կա, որոնց ես անվանում եմ Վալոտի բջեր, հասկանում եք Վալոտի բջերն ովքեր են, հիմա ինչ եք ուզում, ես դրա համար առաջարկում եմ մեր նման մարդկանց, ուրեմն նորմալ, ձեր հարևանների հետ վատ մի եղեք, նրանք կարող են մի օր ձեզ, այսպես ասած, հագադարվեն ձեր պես, այն խնձորի պատմություն սարքեն ձեր գլխին եւ Շուշիի պատմություն ինչ որ սարքել եք դուք ժամանակին կամ ձեր միջավայրից սարքել են, իհարկե բոլորը չեք սարքել հա ժողովրդի հայ զինվորին, որոնք ձեր համար կռվում էին ապրում եւ այն ժամանակ ինչ եք անելու, դուք կարող եք մտածել, բա որ նրանք լսվեն օպերայի թատրոն եւ ցույց անեն ձեր տեղ, ինչ եք անելու։ Դրա համար ուրեմն ունեմ նաեւ առաջարկ Ժողովուրդ ջան, դիմեք ձեր իշխանություններին, դուք ունեցել եք նախագահներ դյուժինով, ասում են Ռոման Բաղդասարյանն ասում է ամեն նախագահ 4 հատ կնիկ է ունեցել, մեկը անօրինական, մի 5-6 հատ էլ ուրիշ, որոնք էլ պաշտոնյաներ են եւ այլն։ Ուրեմն սրանցից ձերբազատվեք եւ սրանց պարտադրեք նախագահներն են ձերն ու ձերն են։ Ես ասեմ կաղնեք նաեւ Հայաստանի ազգային հարստության հիմնական մասը Ղարաբաղյան կլանի գրբանում է։ Հասկանում եք ինչ չեք հավատում, մի հատ Զորի Բալայանին բզեք, ովքեր են Հայաստանի հարուստները։ Այդ դրանց ձեր հարազատներն են, գուցե բարեկամ եք նաև, ասեք Արցախահայության օգնության ֆոնդ ստեղծեք, թող փող դնեն միլիարդներ եւ ինչ որ պետությունը չի կարող անել,
կամ չունի հնարավորություն, թող իրենք տան այդ փողերը, ոչ թե ձեզ ոտի տակ, քամակի տակ կրակ վառեն իշխանության դեմ անեն, որին չանեք, դուք պատկերացնում եք դրա հետևանքները։ Հիմա այսքան է, ես չեմ ուզում, ուղղակի մենք զրուցում ենք, հաշվեք, այս անգամ, որովհետև սա տհաճ խոսակցություն է, տհաճ բան է եւ այլն։ Հիմա ասեմ հետևել, ինձ որ դժգոհ եք այս վիճակից, իհարկե մեղադրում եք սրան նրան։ Ես ասեմ, որ Հայաստանի կառավարությունը մեղավոր չէ, այլ մեղավորը, որ դուք այս օրինեք Ղարաբաղյան կլանն է։ Հիշեցնեմ գեներալին Սամվել Բաբայանը Ստեփանակերտի հրապարակում կանգնած, ձեզ ինչ էր ասում, եկեք ասում էր հարցի լուծման ձևեր կան եւ ես պատրաստ եմ ձեզ ինքն էր ասում ծառայելու, եթե չեք գալիս, ասում էր ինձ թիգու կանգնեք, դուք չկանգնեցիք, դուք կանգնեցիք ձեր բագոների եւ ձեր ռոբեների, ձեր սերժերի թիգունք եւ տապալվեցիք։ Ինչ էր ասում Սամվելը, ասում էր բոնժեք դառնալու, եթե ինչ չեք լսելու, Ադրբեջանի հետ երկխոսություն է պետք, ասում էր չէ, դուք հայրենիք չունեք, ձեզ վաճառել են, Սամվել Բաբայանը չէր ասում, դուք Սամվել Բաբայանին լսել եք, որ ասում եք ինչու էսպես եղավ, ասում էր մարդը, չէ, ուրեմն էսել էս կան, չերկարացնենք, ուրեմն դրա համար ես այսպես ասեմ, մեր ափսոսում եմ մեր ժողովրդին հատվածին, որը կլանի հետ զոհն է կլանի, ոչ թե կլանի մաս է, որոնց օգտագործում էին Արցախում, որոնց օգտագործում են հիմա, կարծում եմ դուք կստապվեք եւ մի գնացեք, այդ միտինգներով ինչ եք լուծելու։ Հայաստանի Հանրապետությունը դիշ գումարներ ունի, դուք չգիտեք, որ դուք չեք մասնակցել, ոնք են Կողոբուտին մասնակցել, այս պետության, ու ես չեմ մասնակցել։ Այդ ինչ ունի, որ ձեզ չի տալիս, մանավանդ փոխվարչապետը դուք հիշում եք, 2 օր առաջ, թե մի օր առաջ հրապարակեց այն գումարների թվերը, որոնց մասին չէր էլ խոսվում։ Ուրեմն դրանից հետո դուք ձեր կլանի պարագլուխներին ասեք, թող փող դնեն ձեզ պահեն։ Օգնեն, ինչու պահեն, իրենք պարտավոր են։ Ուրեմն այս հարցը այսպես կարող է լուծվել։ Իսկ ես ուրիշ բան ասեմ, ուրեմն մենակ դուք չեք։ Ուրեմն կան նաև Լորվա հայեր, կան Աշոտսկի հայեր, Շիրակի գոտու հայեր, այսպես լիքը էլի, որոնք նաև իրավունքներ ունեն եւ դրանց իրավունքն է եւ կառավարությունից պահանջն է։ Պետությունը շատ արագ վերականգնել, պետականությունը այն ծանր վիճակից դուրս գալ եւ բանակը վերազինել։ Այն պահանջները ես ամեն ինչից բարձր պահանջս է ինձ կուսակցություն որպես անհատ որպես ուրեմն բանակի վերականգնում ախրելի գումարներ է պետք, այսինքն ձեզ դերտում են, որ դուք պարտադրեք իշխանություններին այն սուղ միջոցները, որոնց որ նա բանակ է վերականգնում, ուրեմն այդ սուղ միջոցները ձեզ տա, դու համաձայն եք դրան, դուք համաձայն եք, մենք համաձայն չենք, բանակը պետք է վերականգնվի, այլապես շարունակվելու է ձեր ուրեմն Ղարաբաղյան կլանի հարազատ եղբայրների ուրեմն պահանջը Պուտինի եւ Ալիևի, սրանք իմացեք միասին են գործում ձեր դեմ։ Ուրեմն վերեք այս հարցը փակենք եւ խոսակցություններ ամոթել է։ Ինչ միտինգ է, ինչ եք, եւ հետո ինչ եք վարկաբեկում իշխանության տարբեր մարդկանց, հա? Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուրեմն ձևավորվել են ընտրության արդյունքով եւ դուք ամեն մի կոսոտ չի կարող ելնել հայ ժողովրդի անունից խոսել եւ վարկաբերել իշխանությունը։ Հայ ժողովրդին գրագետ է, դու ես գրագետ, այ ապուշ մի կնիկ կա, բան է, դրանց ֆրստում են այդ ինչ որ կայքեջ կա, ցերիշնը, թրքիշների բան է։ Հայաստանի Հանրապետության էսիշ պաշտոնյան գրագետ չի, դու ես գրագետը։ Էշի մեկը կին է, չես էլ ամաչում, գնա տունդ վերընկի, պահանջում ես, դու ինչ ես պահանջում, անձնագիրեր չունես, այդ դուք չէիք մի մասով անձնագրերը կապույտ, ուրեմն վառում, ճեղում, շպրտում, հասկանում եք ոնց է, թե իհարկե սրա մասին խոսակցություն չէր լինի, եթե դուք այս բոլորը չանեիք, քանի որ արել եք, ուրեմն ստանալու եք։ Իմացեք, դրա համար, ինչպես ասում են, տարածված խոսքը հանգիստ նստեք տեղներդ եւ հետեւյալը։ Իհարկե տրված փողը երևի քիչ է։ Ես ասեցի, դուք գիտեք, ես քանի որպես պրոֆեսոր քանի 1000 աշխատավարձ եմ ստանում եւ այլն, դուք տեղյակ եք եւ քանի ձեր այդ պորոտախոս այդ ապուշ վերլուծաբանների գումար եք անեք, դրանց ծնողներին այդ գումար եք անեք, դրանց թվից շատ գիրք ու հոդված եմ գրել եւ դուք չեք կարող ինձ մեղադրել, որ ես ուրեմն այդ հոդվածներն ու գրքերը մեջը բան չկա, այդ մեջը գնահատվել է մրցույթներում միջազգային եւ նաեւ պետության Սիրիայի նախկին իշխանության կոնկրետ գնահատականով, բայց ուրեմն տեսեք հարցը ինչ է, հիմա դա գլուխ գովելու համար չի ներկայանալու, ուրեմն սրանց էլ ասեք, որ հայվաններ, այդքան վերլուծեցիք, 30 տարի Ղարաբաղի իրավիճակը վերլուծեցիք,
Ղարաբաղը բերիք հասցրեցիք անդունդի մեջ գենոցիդի առաջ կանգնեցրեք ժողովրդին։ Հերիք է լռեք, այդ բան գիտեիք էլ ինչ էիք ասնում այդտեղ։ Հասկանում եք, տապալվածները հիմա եկել են մեզ այդ խելք սովորեցնում, ինչպես կառավարենք մեր պետությունը։ Ուրեմն մի քիչ համեստ լինել է պետք, եւ կա վերջինը, որ ես ուզում եմ ասել, նորից կրկնելով, որ իմ ասածի մեջ զայրույթ կա, թշնամանք չկա, չի էլ կարող լինել, բայց կա Ղարաբաղյան կլանի հանդեպ իսկական. ես եմ կուզեր բոլորը թշնամանայիք եւ ողջ ունենայիք, այս ողորմելի գանձագողերի թուրքական շների հանդեպ, որտեղ սրանք են այս, ուրեմն ես ասեմ մի տերմին, հա, ինձ համար շատ ավելի լավ է, որ սրանք լինեին Ռուսաստանի KGB-ի հայ գործակալները, լինեին ավելի լավ կներ թուրքի շուն, քան թե KGB-շնիկ ռուսական, որոնք մեր երկիր քանդում են, հա, թուրքի շները ովքեր են, հասկանում եք ոնց է, այս թուրքի շներն են, որ Պուտինի համար երկիր են ուզում կործանել, կործանվող Ռուսաստանի ուրեմն զուգընթաց, հիմա առաջարս է նաև մարզերը, ես գիտեք, որ դա գաղտնիք չեմ ասում, երևի 5 տարուց ավելի իմ ընկերներով ուրեմն Հայաստանի բոլոր մարզերը, գրեթե բոլոր բնակավայրերը տարբեր խնդիրներով լինում, տեսնում եմ։ Սյունիքը դատարկ է, գնացեք այնտեղ։ Մենք մեր բնակարանները չենք տածես, որ դուք այդ բնակարաններում ապրեք։ Երևանում ես կառավարության, եթե ղեկավար լինեի, այլևս շինարարությունը բացարձակապես կդադարեցնեի։ Կարող է որոշել եք ամբողջ Հայաստանը մի հատ քաղաք պետք է դարձնեք, հա։ Հասկանում եք ոնց է, որ այդ թաղամաս, ոչ մի թաղամաս, կրթական ցենզը ես տեսնում եմ նաև, առանձնապես մի մեծ կրթական ցենզը չունեք։ Եվ ձեր պայմաններն են այն չէ, որ Ստեփանագերն է, գիսա քաղաք է, գիսա գյուղ է, չեք կարող հա գյուղում ապրել։ Գնացեք, որտեղ աղետալի վիճակ առաջացել է նաև ձեր մեղքով, ձեր իշխանություններին հանդուրժելով եւ նրանց հետ միտինգ ցույց անելով, քանի որ այդպես է, վերականգնացեք Սյունիք ապրեք, չեք ուզում Լոռի գնացեք, ահռելի գեղեցիկ հրաշալի տեղեր կան, Շիրակի գոտու Սառնամանիքային գոտի Վարդանիկի մոտ գնացեք, բայց ոչ Լեննագան գնաք ապրեք, այդ քաղաքները գերհակեցած են, այ Աշոց կգնացեք, մարդ չկա, բա ինչ եք ուզում, ինչ անեն, Աշոց բաները գնան, հա, ինչ եք առաջան, Աբովյանի ազգաբնակչությունը քաղաքը թողի գնա Աշոց, դուք էլ մտնեք Աբովյանի քաղաք, այ քեզ բան, ուրեմն եղած վիճակում պիտի հարմարվեք, մենք էլ պիտի հարմարվենք եւ պիտի օգնենք, բայց ամեն ինչ պիտի լինի բանականության շրջանակներում, եւ մենք այս վարակայում չենք կարող հետեւել ձեր բանդաների, Ղարաբաղյան կլանի բանդաների, ուրեմն տրամաբանության, որովհետեւ ձեզ եւ մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ, հիմա էլ Պուտինն ասել է իշխանությունը պիտի տապալեք, այս ապուշները չեն կարողանում, իհարկե գիտեմ ինչի չեն կարողանում, սարսափ ունեն անասնական, ինչու։ Պուտինը դրանց Բաքու է ուղարկելու Պերետաչի տանեն բակոներին, որոնք պետությունը թղթով թամասելով հանձնեցին ուրեմն Ալիևներին, բոլորը դաժան բան է։ Գնացեք ապրեք, բնակեցրեք, ով է ձեզ բան ասում, մարդիկ սիրով կընդունեն, ես տեսել եմ ուրեմն Շահնազար գյուղներ, ինչպես է կոչվում հիմա չեմ հիշում, բանի Տաշիրի ամենամեծ գյուղն է Հայաստանի, կարծեմ, թե քանի ընտանիքի մարդիկ ես գնացել եմ, սիրով էին Արցախից տեղափոխված մարդկանց ընդունել, տրամադրել եւ աշխատանքի առաջարկներ արել։ Մեր նման պիտի աշխատեք, հասկանում եք, որտե Երևանի փողոցներում դուք ոչինչ չեք կարող անել, ոչ մի բան էլ չի ազդելու։ Հիմա մի բան էլ ասեմ։ Իսկ իհարկե ես ենթադրում եմ, որ ձեր մեջ այդուհանդերձ կլինեն անհնազանդներ, լավ, հրաշալի է։ Արցախյան, ուրեմն Ղարաբաղի կլանն ունի ահռելի գումարներ, իրենք Արցախի բանակում չեն ծառայել, իրենց զավակները չեն ծառայել, չեն էլ երևի այն ծնվելիք լակոտներն էլ չեն ծառայել իրենց հաշվով։ Մենք կլինենք խորհրդարանում, կտեսնենք կծառայեք, թե չէ, վազելով կծառայեք բանակում, որտեղ պատիվ է Հայաստանի բանակում ծառայել։ Հիմա ինչ եմ առաջարկում, համաձայնեք այդ բոլորին, որ Հայաստանը գնա խաղաղության գործընթացի, ուրեմն ստեղծեք պարտիզանական ֆիդայական խմբեր եւ գնացեք վերադարձեք անտառներ, ձորեր, կիրճեր, Հադրուտ, ուրեմն կարող եք Մարտակերտ, որտեղ ուզեք, ուրեմն հենց Եղնիկների գիտեք այդ տեղերը, գնացեք եւ պարտիզանական կռիվ սկսեք ձեր հայրենիքի համար, կարող եք կանձագիչներ, գիրովաբացիները եւ այսպես ես ձեզ առաջարկում եմ Երևանի փողոցներում ուրեմն բանը ասֆալտը քրտնեցնելու փոխարեն
գնալ եւ սկսել պարտիզանական կռիվ Արցախի ազատագրության համար ադրբեջանական իշխանություններից։ Եվ ձեզ հաջողություն, մենք փողեր կհավաքենք, կարող է եւ ինչ որ մարդիկ էլ կգան, գումարեր հաստատ կուղարկենք, բայց դուք պիտի գնաք։ Դուք այնտեղ կարող եք հաջողություն ունենալ եւ իսկապես 5000-ամյա Մաշտոցի հայրենիքը կամ Համալասը եւ այլն դուք թողել եկել եք, փախել եք։ Ճողոբրել եք Ալևի դիմացից, Ղարաբաղյան կլանի մասին է խոսքը։ Ալևը քացով ձեզ շանսատակ է արել։ Դուք այստեղ վնգստում եք Հայաստանի պետության դեմ եւ Հայաստանի հայկական միջավայրին, որի իրավունքը չունեք։ Եվ չփորձեք այս վերջինն ասել։ Հանգարտ չփորձեք Թալիբանի դեր խաղաք եւ Հայաստանի Հանրապետությունը փորձեք վերածել մարդասպանության, տերորի, ահաբեկչության վիճակի։ Հասկանալի է, որ այս բոլորի տակը դա նկատի ունեք։ Նրանք չեք հաջողելու։ Հասկանում եք ոնց է։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը միսներին իրավամաններին ես կոչ եմ անում կուսակցության անունից նաև պահանջում եմ սրանց ուշադիր հետևեք, սրանք որպես իրենց կաշին փրկեն Պուտինի պատժից, այս բանի ուրեմն այսպես վալոդի բջերի, սրանք երկիրը կարող են ամեն ինչ տանել, ուշադիր եղեք, եթե եղավ որևէ բան պատասխանատուն Ղարաբաղյան կլանն է եւ ինքն է անողը, իրենք դրան սովորեն, բայց եթե անելու եք տերոր, կարող եք Ադրբեջան տեղափոխվել եւ անեք, հաջողություն ձեզ եւ որևէ խնդիր չկա, հիշեցնեմ մեծ հայ խոսակցությունը, որ կարծում եմ այս կլանները նկատի ուներ, երբ ասեց դու այ ողորմելի ոչնչություններ, մաֆիա եք ուզում խաղալ, գնացեք ուրիշ երկիր խաղացեք, Հայաստանում եք խաղալու, այ հայվաններ, առաջարկս է, պարտիզանական կռիվ սկսել Ադրբեջանի դեմ Արցախի լեռներում, անառիկ լեռներում։